Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, գիտեմ, որ այս թեման շատերին է հետաքրքիր, խոսքը էլեկտրոմոբիլների մաքսազերծման արտոնությունների մասին է, և շատերը հարցնում են, թե արդյոք եկող տարի էլեկտրոմոբիլների ներկրման համար ազատված կլինեն այդ վճարումներից, թե ոչ։ Ուզում եմ տեղեկացնել, որ 3 ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը առաջին ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել կառավարության կողմից բերված օրենքի նախագծին, որով նախատեսվում է ևս 1 տարով, այսինքն 2026 թվականի համար, շարունակել ավելացված արժեքի հարկի գծով արտոնությունը, այսինքն 2026 թվականին էլեկտրոմոբիլներ բերող մեր հայրենակիցները ավելացված արժեքի հարկ չեն վճարի, սակայն մեկ կարևոր հանգամանք, որ այդ արտոնությունը վերաբերելու է միայն նոր մեքենաներին, այսինքն մինչև 2 տարվա հնության, եթե ներկրման պահին մեքենան 2 տարուց ավելի հին լինի, ապա այդ արտոնությունը չի աշխատի, ևս մի կարևոր հանգամանք, որ ինչպես գիտեք, մաքսազերծումը 2 մեծ կտորից է բաղկացած, ավելացված արժեքի հարկ և մաքսատուրք։ Ավելացված արժեքի հարկը որոշում ենք մենք որպես Հայաստանի Հանրապետություն և օրենքը մենք ինքներս կարող ենք փոխել, մաքսատուրքի արտոնությունը որոշվում է ԵԱՏՄ-ի մակարդակով և այս պահին արտոնությունը շարունակելու որոշում չկա։ Այսինքն ամենայն հավանականությամբ եկող տարի, եթե դուք էլեկտրոմոբիլներ ներկրեք, ապա մաքսատուրքը վճարելու եք, ավելացված արժեքի հարկը չեք վճարելու։ Կրկնեմ, խոսքը վերաբերում է միայն մինչև 2 տարեկան մեքենաներին։ Մենք բնականաբար առաջիկա նիստերին լիագումար առաջին ընթերցմամբ սա կընդունենք և մինչև տարեվերջ արտահերթ նիստով երկրորդ ընթերցումն էլ կընդունենք, որպեսզի հունվարի 1-ից դա ուժի մեջ մտնի, եթե մինչև երկրորդ ընթերցում լինեն որոշ փոփոխություններ կամ եթե մաքսատուրքի գծով ԵԱՏՄ-ի մակարդակով լինեն այլ փոփոխություններ, դրանց մասին անպայման ձեզ տեղյակ կտանենք։ Շնորհակալություն։